Անցնենք առաջ, որովհետև մեր տաղավարում է արդեն իսկ մեր հյուրը դերասանուհի Քեթրին Մանասյանը, բարի լույս Քեթրին։ Բարի լույս։ Ինչ ենք այսօր պատրաստելու, տաղավարում տեսնում ենք դեղին եւ կանաչ սպիտակ գույներն են, այսպես գերակշռում։ Եվ բորդո։ Բորդո, այ դա թաքնված էր։ Չգիտեմ, քանի որ այս վերջերս շատ հաճախ է լինում, որ ես անընդհատ այս դերում եմ տանը, բնականաբար մի քիչ պիտի անկեղծ խոստովանեմ, իմ համար հոգնեցնող process է տան միջավայրում, որովհետև ունենալ չուտող բալիկ ու կարծես թե պատրաստածից արդյունքը գոհացնող, այսպես գնահատող չկա, մի տեսակ ինձ մոտ երբեմն ավտոմատի է վերածվում, բայց այսօր հաճույքով եմ հրավերը ընդունել, որովհետև քանի որ նաև պահքի մեջ ենք, իմ, չգիտեմ, գուցե օրիգինալ չլինի այսօրվա ուտեստը, բայց արագ կարող ենք պատրաստել, կարևորը համեղ կլինի, ես իմ սիրած ուտելիքներն եմ նախընտրել, ինչը որ հաճախ եմ ուտում, օրինակ ասենք ներկայացումից վերադառնալուց, երբ ամբողջ օրվա ընթացքում փորձ է եւ այլն եւ ներկայացումից առաջ չեմ սիրում ուտել, որովհետեւ ծանրացնում է յուրաքանչյուր բան, ինձ համար արագ օրինակ նույն կարմիր բազուկով աղցանը կարող եմ ուղակի կտրտել թեթևակի խաշած եւ ուտել, այսինքն դա ինձ արդեն հագեցնում է, նկատնում եմ ռուկոլան օրինակ իմ շատ սիրած կանաչին է, այնինչ ունենք այսօր սպանախը, կիտրոն, սունկ, մի փոքր չեդեր պանիր քերված արդեն, առաջինը եկեք մենք քունջութ ենք օգտագործելու, մի թեթև բովենք, ես արդեն անցա արագ գործի։ Դու անցար, իսկ ես համոզված եմ, որ Քեթրինը մեծ հաճույքով է այսօր ընդունել մեր հրավերը եւ այստեղ խոհանոցում է գտնվում, որովհետեւ համոզված է, որ մենք համ տեսելու ենք, գնահատելու ենք եւ ուտելու ենք, այո։ Հուսով եմ ուտելու։ Այո, մենք ուտելու ենք։ Հետո անկեղծ կասեք, էլի հասկանամ, գուցե խնդիրը իմ մեջ է, ինչի տղաս չի սիրում ուտել։ Բոլոր փոքրիկներն են այդպես, Քեթրին, մի մտածիր։ Այդ շատ դժվար բան է։ Շատ անկեղծ մեր կարծիքը կասենք վստահաբար, բայց նաև պիտի հարցնենք քեզ, թե առասարակ ինչպես են սկսվում քո առավոտները, արդյոք հացնում ես նախաճաշել, թե աշխատանքային գրաֆիկն այնքան ծանրաբեռնված է, որ նախաճաշելու անգամ ժամանակ չկա։ Գիտեք, օրինակ այդ անվանումները նախաճաշ, ճաշ, ընթրիք, դրանք մի քիչ շատ պաշտոնականացրած են, որոնք չեն համապատասխանում այն սննդակարգին, ինչ որ ես ընդունում եմ։ Իրականում շատ խառն է ստացվում իմ ուտելու process-ը, այսինքն եթե ինչ որ ոտքի վրա եմ հիմնականում շատ սնվում, ինչը գիտեմ, որ լավ չէ, օրինակ կարող եմ ուղղակի թեթև լավաշի մեկ կտորի մեջ դնել մի կտոր պանիր, այսպես ոտքի վրա արագ, քանի որ առավոտյան էլ եթե դպրոցական, այսինքն աշխատանքային օրեր են, դպրոց եմ ճանապարհում տղայիս, այդպես շատ արագ, նկատի ունեմ, եթե դա նախաճաշ կարող ենք համարվում նախաճաշ, այո, նույնիսկ լավաշն ու պանիրը համարվում է նախաճաշ, որովհետև շատ մարդիկ նախընտրում են պարզապես սուրճը խմել եւ տանից դուրս գալ չուտելով ոչ մի բան։ Ինչպես օրինակ ես։ Այո։ Դուք այդպես եք անում։ Ես չէ, օրինակ ինքս չեմ ուզում դատարկ ստամոքսին սուրճ ընդունել, քանի որ դառն եմ սիրում սուրճը, շատ դառը ու նույնիսկ քաղցր հազվադեպ եմ օգտագործում իր հետ, ավելի շատ սիրում եմ ինչ որ ընկուզային այսպես տարբերակներ օգտագործել, մի փոքր կտոր ինչ որ ընկույզով կամ մի խոսքով ընդեղենից ինչ որ մի բան եւ դրա համար դատարկ այսպես ասած ստամոքսին ինձ հաճելի չի լինում, բայց երբ որ մի փոքր կտոր այդպես հաց ու պանիր թեկուս ուտում եմ, արդեն ամեն ինչ լավ է։ Հիմա ես կկտրատեմ արագ սունկը, ամենափոքր դանակը։ Ձեռքս ընկավ, չէ, սա դա ամենամեծն է։ Սա ամենա դեկորատիվն էր, ահա։ Քեթրին, քանի որ կանանց մեկամսյակը դեռ չի ավարտվել եւ մենք ունենք մեկ շաբաթ առջևում, եւ եթե ունենաս օգնության կարիք, ապա կարող ես Դավիթին հրավիրել քեզ մոտ եւ նա մեծ սիրով կօգնի։ Չգիտեմ ինչու երբեք սա կապել կանանց մեկամսյակի հետ, ես ցանկացած պարագայում կօգնեի։ Ես այնպես եմ սիրում, որ տղամարդը խոհանոցում է գտնվում եւ պատրաստում է շատ համեղ։ Ես երբեք առիթը բաց չեմ թողնում, անցած անգամ էլ փորձեցի այսպես ամբողջ գտալի նման գնալ այնտեղ, զուտ նաեւ համտեսելու համար ես իմ շահը ունեի իրականում։ Ես բաց եմ թողել, Դավիթ, ես ներկա չեմ եղել, միգուցե դա է պատճառը։ Այո, ես այստեղ բայց ես իսկապես ընթացքում Քեթրին կարող եմ միանալ այդտեղ, եթե օգնության կարիք կա։ Դու չես խանգարի Դավիթ ջան ինձ։ Ես միայն ասեմ, որ ձեր, հա, չնայած գազը երբեմն գուցե ինքը ավտոմատ անջատվում միանում է, այսինքն եթե հանկարծ վախ ունենամ, որ անջատված է, այդ դեպքում ձեզ կարող եմ օգնության կանչել, բայց նաև կարող եք այստեղ լինել։ Դրա համար ասում եմ, այնպես չի, որ ինչ որ արտառոտ շատ օրիգինալ բան եմ մտածել, գուցե ասեն, հա, ինչ է, որ ինչ բաղադրիչներ են, բայց այն ամենը ինչ որ մտածել էի, որ կարող ենք մի փոքր ավելի հետաքրքիր դարձնել, դրանք մի փոքր ավելի ծավալուն են եւ ժամանակ են պահանջում։ Իսկ այս առումով ինքը թեթև նախաճաշ է, թեթև, բայց ամենակարևորը վիտամիններով հարուստ։ Գուցե։
Սպանախը, չգիտեմ, ինչպես են տնային տնտեսուհիները ջերմամշակման կամ խաշում են կամ ինչպես, օրինակ ես միշտ մամայից տեսնում էի, որ մայրիկը խաշում էր, հետո էր, որտեվ ասում էր ինչ որ աճում է գետնին, այսինքն կանաչիները, դրանք պետք է գոնե ինչ որ ձևով եռման ջրով մշակվեն։ Բայց ես լավ լվանալու դեպքում ուղղակի իրեն այսպես մեջտեղից կիսում եմ։ Ոչինչ չէ, որ ես ձեռնոցներ հիմա չեմ հագել, որովհետև նախ շատ լավ լվացվեցի, բայց ամեն դեպքում մենք բազուկի համար կօգտագործենք, որպեսզի չկարմրի իմ ձեռքերը։ Հա, այսպես ինքը շատ արագ է լինում։ Իսկ այս ամենը միասին տապակելու ես։ Հա, թեթև, շատ թեթև ենք տապակում։ Անկեղծ որ ասեմ, ես այս բոլոր բաղադրիչները հումել եմ օգտագործում։ Այ ես հենց դա էի ուզում ասել, Քեթրին։ Ես օրինակ սունկը միայն հում տեսակում եմ նախընտրում, սպանախն եմ ավելի շատ սիրում աղցաններում, երբ հում է առանց տապակած։ Ես ինքս էլ Լուսինե ջան, սպանախը օգտագործում եմ ուղակի որպես աղցան, մանր կտրատած, ուղակի խառնում եմ, ասենք կարող եմ 1000-ի թերթիկների հետ իրեն խառնել, հա, տարբեր կանաչիներով, հետաքրքիր համադրություն է, սունկն էլ, այո, ինչու՞ չէ, սունկն էլ, նույն բազուկն էլ կարելի է հում շատ համեղ է կաղամբի եւ այլնի, այո։ Այնպես որ բոլոր բաղադրիչներն էլ եթե շատ երկար ժամանակ չունենանք ու ավելի շատ չտապակվեն, վտանգավոր բան չկա։ Մենք կարող ենք այդպես էլ ուտել։ Իրականում սրանք հիմա մենք մի փոքր կծածկենք, հուսով եմ կգտնեմ այստեղ կափարիչ, թե չեմ գտնի։ Չեմ գտնի երևի։ Գանք օգնության։ Գտա, մի րոպեով ես կկորեմ։ Լավ, նորից կայթվես կափարիչը կորա։ Թող մի քիչ սա տապակվի, մենք կարող ենք արդեն անցնել աղցանին։ Տեսակ շատ արագ է, առանձնապես բան չկա այսպես անելու։ Իսկ ինչ է անհրաժեշտ աղցանի համար։ Աղցանի համար ես ընտրել եմ ռուկոլա, որը ասացի, որ շատ եմ սիրում։ Ես ռուկոլան ուղղակի անverջ կարող եմ ուտել, չգիտեմ իրականում կարելի է թե չէ, չեմ ուսումնասիրել, այն ինչ ինձ դուր է գալիս, չեմ մանրանում։ Ուրեմն լավ է, ուրեմն ինձ օգտակար է։ Ռուկոլան ուղղակի կարող ենք կիտրոնի հյութով եմ ես հիմնականում այսպես համեմում եւ երբեմն եթե տանից դուրս գալու խնդիր չկա, այսինքն երեկոյան է մեկ փոքրիկ բջեղ սխտորը ճզմած շատ համեղ է իր հետ, բայց առանց դրա էլ ինքը իր համը չի կորցնում։ Նաև ասացի, որ կարելի է համադրել ճակնդեղի կարմիր բազուկի հետ, որը մի փոքր շատ է խաշվել, ես երբեմն իրեն շատ ավելի քիչ 10 րոպե եմ ուղղակի պահում, թույքուզ այդ պնդությունը ինքը պահպանում է։ Եկեք մենք օրինակ այսպիսի դանակով եթե կտրտում ենք, ասենք եթե հյուրերի համար ենք մատուցում, ինքը հետաքրքիր շատ ավելի գեղեցիկ է զիգզագներով է ստացվում եւ Քեթրին, իսկ միգուցե դու նման աղցաններ ես պատրաստում քո տղայի համար, որ նա հրաժարվում է ուտել, որովհետև երեխաները կանաչ աղցանից միշտ հրաժարվում են։ Ճիշտ ես Լուսինե ջան, չէ, իսկապես եթե ես պատրաստում եմ, ես երկու տարբեր ուտեստներ եմ պատրաստում, այն ինչ որ ինքն է նախընտրում, ես չեմ սիրում, որովհետև գիտենք, որ իրենց սերնդին հատուկ է արհեստական համեր նախընտրելը, ինչը օրինակ խմորային համերն են ավելի շատ։ Բացարձակ չի սիրում, ասենք, երբեմն կարող է ուղակի մի քանի օր, որ հաց բացարձակ չի օգտագործել, մի օր հիշի, որ ինքը ուղակի սիրում է մեկ կտոր ցամաք հաց առանց որևէ բանի ուտել։ Իրական չի սիրում բոլոր ուտեստները։ Չէ, եթե օրինակ բժշկական տեսանկյունից նայենք, դա շատ ավելի առողջ է, չէ, չխառնել սնունդը, տարբեր տեսակի սնունդներ, մանավանդ դրոժով հացը, որ ինչ որ ավելի ասենք սննդարար կամ շատ յուղային ուտեստների հետ լավ չէ։ Այդ առումով չէի ուզենա, որ ինքը գեր լինել, փառք Աստծո ինքը առողջ եւ լավ վիճակում է, բայց ամեն դեպքում ծնողները սիրում են, որ ամեն ինչա կեր է լինում երեխան։ Այդպես։ Ամեն ինչ պիտի փորձի, ամեն ինչ պիտի սիրի։ Բայց այդպես երբեք չի։ Իհարկե։ Եվ տարիքի հետ էլ ամեն դեպքում փոխվում է, չէ՞, փոքր ժամանակ որքան բան կար, որ մենք էլ չէինք սիրում, չէինք ուտում, իսկ հիմա հակառակն է։ Հա, իսկապես այդպես է։ Ինձ հետ ամեն դեպքում այդպես է։ Ես շատ վատ ուտող երեխա եմ եղել եւ ընդհանրապես ոչինչ չեմ կերել, իսկ այսօր ուտում եմ եւ փորձում եմ ամեն ինչ։ Իդեպ ես էլ։
Ես շատ մի 20 եւ ավել կիլոգրամ պակաս եմ եղել եւ ինքս էլ այսինքն նկարներ փաստերով կան ես 42 կիլոգրամ եմ եղել այո այսինքն երբ որ չափած տարիքում էի եւ նոր ընդունվել էի կամերային շատ երկար տարիներ ես ամենամաքսիմումը իմ 45 կիլոգրամներ եւ ինքս էլ դրսում չէի ուտում շատ բարդ էր ինձ հետո արդեն հյուրախաղերի ընթացքում երբ որ հասկացա որ ամեն ինչ չէ որ իմ ուզածով պետք է լինի թե չէ ես շատ վատ արդյունքի կհասնեմ ես արդեն սկսեցի սովորել նաև այդպես բայց էլի որ ասեմ շատ սիրում եմ դրսում ուտել չէ երբեմն հաճելի է որ մատուցում են քեզ իհարկե դու չես պատրաստում տանը այո հետաքրքիր ուտեսներ բայց գիտեք զարմանալի ասեք ինձ այդ ամենի հետ մեկտեղ որ ես այդքան բծախնդիր եմ ուտեսների հանդեպ գժվում եմ ճանապարհորդային ինքնաթիռային անիմաստ փոքրիկ տուփերի ասեք որ սիրում եմ Գուցե process-ն է հաճելի դրա համար ընթացն է, որովհետև այդ բարձրության վրա եւ իրականում նաեւ համային ռեցեպտորներն են փոխվում, այսինքն ուրիշ ձև է սկսում Բայց ոչ բոլորի մոտ Դավիթ պետք է ասեմ, ես միշտ այո, քաղցի զգացողությունը մի անգամից զգում եմ, նույնիսկ եթե լավ կերած, այո, լավ նախաճաշարած լինեմ կամ ճաշ Առիթը բաց չես թողնում։ Այո, առիթը բաց չեմ թողնում։ Այ Լուսինե, ինձ հետաքրքիր է, դու կազմվածքդ միշտ հրաշալի է, քաղցրը ինչպես է, ինչ որ ժամեր կան, անհնար է որ չուզենանք, որտեղ բոլորս էլ կամ այլընտրանք ունես, ինչով է Սխալ մարդու ես հարցնում, Քեթրին։ Դու քաղցրակեր ես։ Այո, ես քաղցրակեր եմ եւ ուտում եմ բոլոր այն մթերքները, ուտեստները, որը ես եմ ուզում եւ որ ժամին որ լինի։ Այնպես որ սխալ մարդու հարցրեցիք, այստեղ մի բան է։ Գենետիկային շնորհակալություն պետք է ասես քո, չէ, բայց ամեն դեպքում երևի ինչ որ մարզումներ, այսինքն համապատասխան էներգիա սպառվում է։ Այո, մարզումները, երեխաները, այո։ Եվ երեխաները։ Սպառում են մարզանք են, իհարկե։ Ահա, ուրեմն այսպես ես Ինչ ստացվեց այդտեղ։ բազուկը կտրտեցի, շարեցի, մի փոքր աղ եմ արել, սխտորի փոշի եմ օգտագործել, որպեսզի շատ այսպես ակտիվ բույրեր այստեղ չտարածվեն, բայց ասեմ, որ հենց սխտորն է շատ համեղ։ Սա մեզ մոտ Դավիթ, դու որ օգնության գայիս, սա կարծես ոչ մի փոփոխության չի ենթարկվել, որովհետև կարծում եմ մենք հում ենք վերջում սա ունենալու։ Ինչպես որ ես սիրում եմ հումը։ Այո, Լուսինեն, այո, ինչպես կարծում եմ որ մենք գազոջախի Ինչն է գազոջախի կորուստ ունենք եւ Դավիթ, քեզ տեսնեմ։ Ես պիտի փորձեմ, բայց կարծես թե չնացված չէ։ Չէ, ինքը անդադ անջատվում է։ Լավ, ամեն դեպքում աղցանք ունենանք համեղ։ Դե գոնե այսպես կիսայև։ Գիտես, ես էլ չեմ կարողանում միացնել, Դե կիսայև հետո դուք պիտի ասեք, Այս ինչ խոհարը։ Ես չեմ բողոքելու, ասեմ, որ ես չեմ բողոքելու եւ մեծ սիրով էլ ավելի հաճույքով եմ համտեսելու աղցանը, եթե լինի այն հում վիճակում։ Միանում է, բայց հետո ինքը գուցե մենք ավելի բարձր իրեն ջերմաստիճանի վրա դնենք, որովհետեւ Դեպքում ամենաբարձրի վրա հիմա այսպես պիտի նև կապարիչով փակենք։ Այո, փորձենք փակել։ Սանք շատ արագ հիմա սա պատ։ Այստեղ քեզ օգնելու որևէ բան կա։ Չէ, այս հատվածում չէ, մենք ուղղակի բազուկ այդպես շերտով ենք արել, ես մի փոքր աղու սխտորի փոշի եմ արել, հիմա լցրեցի ռուկոլան, իր վրա քամեցի կիտրոնի հյութը, վերջում մենք կանենք ձիթայուղը ու հաջորդ շերտն էլ այսպես երկրորդ շերտն էլ ենք անում։ Դու որ այս կողմանցնես ես կկտրտեմ։ Իբրև ես շատ կարևոր աշխատանք ունեմ այստեղ անելու, ես էլ եմ ներգրաված, անմիջական մասնակիցը, ձեռնոցով։ Ինձ շատ հաճելի է այս տեսարանը, այստեղից։ Ես առաջարկում եմ մի օր ես որևէ բաղադրատոմս ներկայացնեմ, ցելի հեռուստադիտողներ։ Եթե դեմ չես, Լուսինե։ Սիրով, Դավիթ։ Որևէ բան, որը շատ հազվադեպ իհարկե ժամանակ երբեք չի լինում, որովհետև շտապում եմ հանրային հեռուստաընկերություն, առավոտ լուսով, բայց երբ ժամանակ լինում է, ես էլ եմ նախաճաշում։ Ես էլ եմ որոշ պատրաստում։ բաղադրատոմսեր, որոնցով կարող եմ քեզ հետ եւս սկիզբել։ Շատ լավ Պայմանավորվեցինք։ Ես ասեմ մի դեպ ամեն առավոտ միացնում եմ եւ հետեւում եմ այսօր էլ հրաշալի տեղեկություններ էին Ջիմի Հենդրիքսի մասին նյութն էին նայում ձեր հրաշալի երաժշտություն լսեցի Լուի Ամսթրոնգի շատ լավ տրամադրություն եք իդեպ փոխանցում եւ այնպես որ ես էլ կուզենամ հետեւել թե հաղորդավարները բացի լավ մասնագետ լինելուց ինչպես են կարողանում փոխանցում այո իրականում մեր գործընկերներից առավազն Անին Մանեի հետ դեռ չեմ հասել խոհանոցում աշխատել Անիի հետ միասին աշխատել եմ Անին առաջարկել է իր բաղադրատոմսերը նախաճաշի համար շատ հեշտ իմիջայլոց ընդհանրապես երկու բաղադրիչով հետաքրքիր նախաճաշի տարբերակ էր Եվ ո՞րն էր այդ տարբերակը Դավիթ չորահացը եւ ջեմը մուրաբան
Հրաշալի։ Շատ հետաքրքիր բաղադրատոմս է Դավիթ։ Դիմա ողջուն եք Անի Խաչիկյան մեր գործընկերոջ։ Դե գիտես շատ հեշտ լուծում է, երբ աշխատանքի ես շտապում։ Նման բաղադրատոմս ժամանակ եւ երկար երկար կամ չորահացը հացով կարող ես փոխարինել եւ տատիկի պատրաստած մուրաբայով շատ հագեցնող քաղցր նախաճաշ առավոտյան։ Անի մոտ ստացվեց։ Անի մոտ ստացվեց, ինձ մոտ նաեւ ստացվեց համտեսել եւ փաստել, որ իսկապես շատ ստացված։ Բրավո։ Բայց ես խոստանում եմ, ես որևէ բան կպատրաստեմ, կմտածեմ եւ Չորահացի եւ ջեմի հետ նա նաեւ կարող է առաջարկել օրինակ կարակ։ Այստեղից ինչ որ ձայներ են արդեն գալիս, ես լսում եմ։ Հենց Դավիթը եկավ, միանգամից Իսկ կա ինչով էր դու խառնում այս։ Այս իրանով էի ես խառնում, Դավիթ ջան, բայց ինչի է բազուկոտվել է, ոչինչ, լավ։ Ահա, մեր, չգիտեմ, աղցանը Դու բույրը զգում ես այդտեղ Լուսինե։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ մենք էլ չենք զգում, որ անկեղծ ասեմ։ Վերջ, աղցանը, եթե շուրջը տամ, այսպիսի տեսք Շատ ունի։ գեղեցիկ է։ Դու համեմեցիր այն նաև կիտրոնի հյութով, չէ՞։ Կիտրոնի հյութը պարտադիր է, պարտադիր բաղադրիչ է։ Չնայած շատ դեպքերում օրինակ ասում են, որ որոշակի բանջարեղենների հետ չի կարելի կիտրոնի հյութ օգտագործել, որովհետև նրանք արդեն ունեն բարձր թթվայնություն եւ ավելորդ թթվայնությունը ինչ որ խնդիրներ է, բայց քանի որ դա մեր պրոֆիլը չէ, ճիշտ է, լավ է գիտակցել այն ինչ որ դու ուտում ես եւ ավելի գրագետ սնվելու դեպքում քիչ խնդիրներ կլինեն առողջական, բայց շատ ծանրացնելն էլ կարծում եմ հոգեբանական խնդիրների կարող է տանել, այնպես որ Ես այստեղ պատտվում եմ անդադար քո շուրջը, փորձում եմ նաև պատրաստել մատուցման համար մեր սեղանը, սա թողնեմ այսպես, այլևս պետք չի գա մեզ, չէ՞։ Չէ, սա կարծում եմ էլ ոչ, մեզ մնաց այստեղ ավելացնենք արդեն սա ձիթայուղներ, թե տարբերություն չկար դա կամ սա։ Ձիթայուղն է, դա բալզամիկն է կողքը։ Չէ, մեզ բալզամիկ պետք չի, մենք ուղղակի Տես այ հիմա բույնը արդեն գալիս է, արդեն ամեն Այո, վերջ, ստացվել է։ կարծես ինքը դու մի փոքր սունկներ մեզ ավել պետք, իսկ սպանախը արդեն ինքը մի փոքր ջերմամշակման ենթարկվելուց հետո արդեն ասեմ նախապես ես մտածել էի որ կլոր լավաշների մեջ մենք փաթաթենք, ոչ թե փաթաթենք, այլ կլոր լավաշը կտրելու ձև ունի, որը այսպես երանկյունի պիցայի կտորների պես էր ստացվում, բայց քանի որ այսօր չունենք կլոր, ոչինչ, ես չեմ սիրում սնունդը փչացնել, այսինքն ավելորդ մասերը չհանենք, այսպես ոչինչ, մենք կփորձենք ռոլ փաթաթել որպես ռոլ եւ այսպես ռոլերի պես կտրտած գեղեցիկ կմացնենք։ Եվ կարծում այս դեպքում նաև հեշտ է, որտեղ վստահաբար լավաշ բոլորը տանը ունեն եւ կարողանան հիմա մեզ հետ զուգահեռ պատրաստել։ Իդեպ լավաշը այնքան լավ տարբերակ է արագ նախաճաշեր պատրաստելու։ Օրինակ ես երբ որ խմոր առանձնապես պատրաստելու ժամանակ չեմ ունենում, լավաշով լցոնած աղացած տավարի մսով պատրաստում եմ արագ չեպուրեկիներ։ Այ դա սիրում է տղաս։ Կամ լավաշով շատ հետաքրքիր բաներ կա, որ արագ ջեռոցը դնելու դեպքում ինքը երբ որ արդեն խրտ-խրտան է, Նույնիսկ լավաշը պանիրը դնում ես ջեռոցը, արդեն իսկ շատ համեղ է ստացվում։ Արդեն իսկ շատ համեղ է։ Կանջատել։ Եվ մի փոքր աղցան պարտադիր, ահա, ես փորձեցի այս գեղեցիկ կարմիրները դուրս հանել, որպեսզի ինքը վերջ։ Սա մեր, հա։ Ճիշտ է, արագ, շատ արագ էի անում, բայց ամեն դեպքում Ինչ ենք անում այս ամենի հետ։ Բայց գիտեք, չէ, ես սխալվում եմ ռոլերի ափսեն էի սա որոշել, աղցանը արեցի այստեղ, ոչինչ, կարծում եմ էլի մենք։ Առաջարկում եմ հիմա կտեղադրենք հենց վրան աղցանի։ Չէ, աղցանի վրա որ տեղադրենք ինքը կթրջվի լավաշը, դրա համար չեմ ուզենա որ այսպես անեմ։ Եթե այստեղ մենք ես կառաջարկեմ քեզ այս ափսեի մեջ դնել, ինքը շատ էլ հարմար է։ Քեզ փոխանցեմ լավաշը։ Մեկ էլ ես ուզում եմ հասկանամ այստեղ փռենք լավաշը, մի հատ սրբենք, թե մենք ունենք ուրիշ տախտակ, որի վրա կարող ենք ավելի հարմար կլինի կարծում։ Դե եկեք սա։ Իսկ ինչպես ես կտրատելու այն պարզապես հիմա մեկ շերտով ես։ Երկու լավաշ ունենք, հուսով եմ չի չորացել։ Գիտեք ինչ, եկեք կարծում եմ հենց մեկը մեծ լավաշ է, մեկի վրա փորձենք, մյուսը եկեք մեկ կողմ դնենք, մենք մի վարքյան այս շատ կարմրած է, թե նայենք համեմատաբար քիչ։ Չէ, դա լավ է։ Գունային գամաներն էլ են շատ կարևոր։ Այո, իհարկե, հատկապես մատուցման դեպքում, չէ՞։ Ահա, սա դրեցինք այստեղ։ Մենք ես մոռացա, որ ամենակարևորը մենք պետք է քունջութով պատենք մեր աղցանը։ Քունջութը իդեպ, հա, ասացի, չէ, որ հենց սկզբից հաղորդման մի փոքր պետք է բովենք։ Իհարկե ես մի փոքր շտապեցի, ինքը չստացավ այդ ոսկեգույն երանգը, բայց տանը պատրաստելու դեպքում, երբ
շտապեցնող ոչինչ չկա, լավ կլինի, որ ոսկեգույն դարձնենք, որովհետև այդպես ավելի համեղ է։ Շատ լավ։ Ինչ ենք անում հիմա։ Մենք ուրեմն լավաշի կեսը ես կլցնեմ, որովհետև մյուս կեսով պետք է ծածկենք եւ իրեն փորձենք եկեք սիրուն մասը, սիրուն մասը ես թողել եմ դրսում։ Կարծում ես Դավիթ արդեն Կարծում պատրաստ է, բավական է, ահա, խնդրեմ։ Այսպես կուշությամբ։ Մի վարքյան ինքը տաք է։ Ես կարող եմ պահել, դու լցնես։ Այսպես անեմ, որ համաչափելի լցնեմ, հետո իրեն հյութն էլ դուրս է եկել։ Նաև այստեղ կարելի է օգտագործել գլուխսող, ովքեր ինչպես ցանկանում են։ Եվ սխտոր դու Եվ սխտոր, այո, սխտորը շատ համեղ է, մի փոքր, որ կտրտած մաներ տապակում է, սպանախի հետ իսկապես ինքը շատ լավ համային գամա է ստացվում։ Գույները շատ գեղեցիկ են, իդեպ լուսին աչքերը Գույները գեղեցիկ են, մնում է համեղ լինի, ես աղ չեմ արել, հիմա աղ կանենք, ասում եմ, որ լավ տրամադրությունով է, չէ պատրաստում, ես լավ տրամադրությունն եմ, կավա երկենք ավելի համովանը։ Ես անհամբեր սպասում եմ, որպեսզի համտեսեմ։ Համտեսելու ես հիմա, բայց այդպես դու ասացիր շատ པարզ նախաճաշ է, բայց ակնհայտ երևում է, որ դու խոհանոցում կարծես թե շատ ժամանակ ես անցկացնում։ Իրականում շատ արհեստավարժ ես ամեն ինչ անում։ Ասեմ, շատ տարիներ առաջ, երբ որ այդպես շատ ընկերական խմբով հավաքվում էինք տարբեր մարդկանց տներում, այնքան է սիրում, էլի եմ ասում, որ արժևորող կա եւ ուտելուց հետո ինչ որ լավ գնահատականներ է ստանում։ Ավելի ոգևորում է, չէ՞, միանգամից իհարկե։ Ունեի Տոլմայի իմ հետաքրքիր բաղադրատոմսը, որ ընկեր ունեի, որ ամբողջ կաթսան ուտում էր, չէինք հասցնում։ Իսկ ինչով էր տարբերվում, թե գաղտնիք է չես Չէ, կարող ասել։ գաղտնիքը սկզբում էի պահում, ինձ թվում էր տեն շատ օրիգինալ բան եմ մտածել, դա գաղտնիք է, ոչ ոք չգիտի։ Իհարկե, երբ որ տատիկների բան մեր տան մեծերի հետ ավակ սերնդի կիսվում էի, իրենք ասում էին, «Վայ, չի կարելի խառնել, այսինքն երկու տոլմաները տերևովը եւ կաղամբողը միասին, որովհետեւ դրանք ունեն տարբեր ժամանակահատված եւ քայլը, բայց այդպիսի բան չկա, որովհետեւ երկուսն էլ համաչափ երկվում են։ Ուրեմն ես շերտ եմ անում։ Ահա, պանիրն ես սկսում ավելացնել Արսենից։ Կողքեր լցվում է, մի քիչ ոչինչ, խոսել եւ աշխատել մի քիչ դժվար է։ Իսկ սա ինչ է։ Դա սխտորի փոշին էր, որը օգտագործել եմ աղցանի մեջ։ Այստեղ անկեղծ ասած միայն աղ եմ արել, եթե կուզեք կարող ենք ավելացնել, բայց նայեք, պիտի այնքան տաք լիներ, որ այս փաթաթելուց ինքը մի քիչ պանիրը հալվեր։ Բայց մենք այս ավելացած մասը ուզած-չուզած ես պիտի հանեմ, որովհետև իրան դատարկ մաս չպիտի թողնենք, էլի։ Գուցե մենք մկրատում ենք այս Հենց ձեռքով կարող ես անել, Քեթրին։ Դիզայնը կկորի։ Կամ դանակով։ Ես այս դիզայնի առումով Մատուցումը ի վերջո շատ կարևոր եմ մտածել։ Համաձայն եմ, այո։ Ահա։ Լավաշը։ Դու ես սարսնեմ, ասի չխանգարի մեզ։ Ահա, այստեղ արդեն էլ ոչ մի օրիգինալ բան չկա։ Ուղղակի կողքերից, այսպես, մի քիչ փափկեց ինքը, Գարնանային, թարմ եւ շատ առողջ այսպես աղցան պատրաստեց Քեթրինը մեզ համար այսօր։ Դավիթը նրան օգնեց մի փոքր ջերոցը միան, չէ, ջերոցը չէ։ Ես փորձեցի ապահովել տրամադրությունը, ջերմ տրամադրությունը։ Որովհետև եթե Դավիթը չգար, մենք ուղղակի Ահա, այսպես պարզապես կտրատում ես։ Հա, ինքը ռոլերի նման սարքենք։ Այսպես։ Իրականում տեսեք, մենք կարող ենք մի փոքրել, տաքացնել, քանի որ սպանախ արդեն տաք էր, ինքն իրեն չեդերը ոնց որ արդեն հալված դառնա։ Կարող ենք դա էլ տաքացնել, բայց նաև այսպես էլ ինքը համեղ է։ Առանձնապես շատ ժամանակ չծախսենք դրա վրա, որ տեսեք, այսպես կվերցնենք ու արդեն բոլորը իրենց արագ նախաճաշերը կունենան աղցանի հետ։ Մեզ իրականում հաշված րոպեներ են մնացել, որ ամեն ինչ պատրաստ լինի եւ մենք գեղեցիկ մատուցենք, առաջարկում եմ հենց հիմա ընդհատվենք այսպես փոքր կարճատև գովազդային դադարով, վերադառնանք եւ արդեն պատրաստի կտեսնենք այս ամենը։ Մենք վերադարձանք եւ խնդրեմ շատ արագ հասցրեցինք ավարտին հասցնել այս
Հրաշալի ուտեստները կարծում եմ վերևից կարող ենք տեսնել, ահա մեր ռեժիսորին։ Ոչինչ չէ, որ ես արդեն իհարկե այս կերպարից դուրս գամ։ Ունենք շատ համեղ տեսքով աղցան ունենք եւ ունենք ռոլեր, ես կխնդրեմ եւս մեկ անգամ Քեթրին հիշեցնես մեր հեռուստադիտողներին, թե ինչ պարագաներ էին անհրաժեշտ եւ ինչպես պատրաստեցինք այս ամենը։ Պատրաստեցիր ավելի շուտ, ես ոչինչ չեմ արել։ Հա, չէ, արել ես, ինչի՞ չէ։ Մենք պատրաստեցինք լավաշի մեջ լցոնած սպանաղ, սունկ եւ մի փոքր չեդար պանիր քերած, ռոլերի ձևով ենք փաթաթել ու կտրտել, այսպես վերցնում ենք արդեն ինքը փոքրիկ սենդվիչների կամ չգիտեմ ինչերի ռոլերի պես նախաճաշեր են։ Եվ պատրաստեցի բազուկով եւ ռուկոլայով աղցան, որտեղ միայն որպես համեմունք օգտագործել եմ սխտորի փոշի, որը ասեցի, որ կարող ենք իսկական սխտորի բջեղով փոխարինել, շատ համեղ է, մի փոքր աղ, կիտրոնի հյութ, ձիթայուղ եւ վերջում քունջութով պատեցի։ Խնդրեմ, շատ պարզ, հնարավորինս արագ եւ վստահ ենք, որ շատ համեղ նախաճաշի տարբերակ է մեզ Քեթրին առաջարկել։ Մենք հիմա իհարկե հնարավորությունը բաց չենք թողնի, սիրելի հեռուստադիտողներ, խոսքը կփոխանցենք Լուսինեին եւ մենք այդ ընթացքում այստեղ Քեթրինի հետ միասին կվայելենք այս հրաշալի նախաճաշը։ Շնորհակալություն Քեթրին, այո, իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։